Երևանի Աջափնյակ վարչական շրջանի նորաշենք 46 շենքն է։ Veolia ջրընկերությունն այս անգամ այստեղ ոչ թե հերթական խցանումն է վերացնում, այլ վարչական շրջանի հետ համատեղ տարիների պատմություն ունեցող խնդիրն է լուծում։ Կառուցելով 40 մետր շրջանցող կոյուղագիծ վերջ կդրվի հասցեից հնչող շաբաթական ահազանգերին։ Նորաշենք 46 հասցեում ծառերի արմատները ներթափանցել էին խողովակների մեջ, որն արդեն իսկ անհնար էր դարձնում խցանում վերացնելը։ Իսկ առաջացած խցանումների հետևանքով էլ կոյուղաջրերը լցվում էին շենքի նկուղ, ստեղծելով հակասանիտարական վիճակ։ Ամեն անգամ Veolia թիմը դիտահորերից դուրս էր բերում կենցաղային եւ շինարարական աղբ, թածանձեռոցիկներ, պոլիէթիլենային թափոններ ու այլ առարկաներ, որոնց տեղն իհարկե աղբամանն է եւ ոչ թե կոյուղին։ Հենց այս պատկերն էլ դարձել է խցանումների առաջացման հիմնական պատճառ։ Իսկ ընդհանրապես Veolia ջրընկերությունը քաղաքապետարանի եւ վարչական շրջանների հետ համատեղ կոյուղագծերի վերանորոգման արդյունավետ փորձառություն ունի։ Վերջին 1 տարվա ընթացքում Դավթաշեն եւ Աջափնյակ վարչական շրջաններում վերակառուցվել է 1000 գծամետր կոյուղագիծ, իսկ Մալաթիա Սեբաստիայում 800 գծամետր։ Արդյունքներն իհարկե տեսանելի են։ Դադարել են վերակառուցված հասցեներից հնչող ահազանգերը։ Եթե մինչև այս համատեղ աշխատանքները վարչական շրջաններից օրական 1.85 հեռախոսահամարին 50-ից ավելի ահազանգ էր լինում, ապա այժմ այդ թիվը կտրուկ նվազել է։ Նաև ինչու է կարևոր այս համագործակցությունը։ Շատ հասցեներում Veolia թիմը չի կարողանում կոյուղու խնդիրը լուծել, քանի որ երբեմն անհրաժեշտ է լինում ցանկապատ կամ ավտոտնակապամոնտաժել, ծառերի բացազատում եւ այլ օրենքով նախատեսված գործողություններ կատարել, որի իրավունքն ունի միայն տեղական ինքնակառավարման մարմինը։ Կոյուղագիծը ունի սահմանված նորմերով նորմատիվային թեքություններ, ինքը երկար աշխատելու համար շատ թեքություն է, ջուրը արագ հոսում է, այն կոշտ մասնիկները մնում են, ինքը դառնում է խցանման պատճառ, հետագայում ամբողջությամբ փակվում է այդ կոյուղագիծը, թեքություն չլինելու դեպքում էլ ջուրը չի գնում, այդ ընդհանուր է արդեն բանալնում։ Եվ նորմերը պահպանելով այս հատվածները, որտեղ մենք գործ ենք անում, մենք ակնկալում ենք մի 10 տարի չգանք ստեղ այս հասցեն։ Նորաշենք 46 շենքի բնակիչներն են, մեծ հետաքրքրությամբ են հետևում աշխատանքներին։ Գիտեն տարիներ շարունակ իրենց անհանգստացնող կոյուղու խնդիրը կմնա անցյալում։ Շնորհակալություն եմ հայտնում թաղապետին եւ ջրմուղին, որ կազմակերպեցին մեծ աշխատանք եւ այս վթարը վերացավ, հոտը անցավ շենքի մոտից։ Գոհ ենք այդ աշխատանքներից, Veolia-ից էլ, թաղապետանից էլ, որ աջակցում են անմիջապես։ Veolia թիմն իր սպասարկման համակարգում իրականացնում է ամենօրյա մոնիթորինգ, հայտնաբերում, վերլուծում եւ ցուցակագրում է առավել խնդրահարույց հասցեներն ու դրանք ներառում իր աշխատանքների ցանկում։ Սակայն որքան էլ մեծ լինեն ներդրումներն ու իրականացվող աշխատանքների ծավալները, եթե կոյուղին շարունակվի օգտագործվել որպես աղբատար, խցանումներն անխուսափելի կլինեն։ Այս հարցում Veolia ջրի համար շատ կարևոր է ձեր գործակցությունը, հարգելի բնակիչ սպառողներ։ Veolia թիմի աշխատանքը կանգ չի առնում ոչ մի րոպե։ Սա շուրջօրյա աշխատանք է, օրն արդեն ավարտվում է, սակայն ընկերության մասնագետները հերթական հասցեում ավարտելով իրենց աշխատանքը հավաքում են տեխնիկան, ամփոփում կատարածն ու տեղափոխվում հաջորդ հասցե, մեկ այլ խնդիր լուծելու։ Լուսինե Գրիգորյան, Արմեն Բոյաջյան, Free News, Ազատ լուրեր։